Ողջունում եմ մեր հավատարիմ հետևորդներին, հեռուստադիտողներին, քեզ Վահան։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, բարի վերադարձ Դավիթ, արդեն կարոտած ձևաչափով վերջապես հանդիպում ենք Եվ ուղևորվում ենք Բագրևանդ։ Բագրևանդ։ Այո, մեզ այնտեղ լուսանկարիչ եւ բլոգեր Ամոսիններ են սպասում։ Արուսիկ Մարկոսյանը եւ Արշակ Կոստանդյանը, ովքեր նաեւ հանդիսանում են Art Focus-ի հիմնադիրները։ Որոշակիորեն ինչ-որ մասնագիտական կապ կա ձեր մեջ, չէ՞, երկուսդ էլ տեսախցիկի հետ եք աշխատում, երեքդ ավելի ճիշտ։ Գնանք նրանց տնային բացահայտումները ի կատարածենք։ Սիրով գնացինք։ Գնացինք։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ Արշակ, Բարև ձեզ Արուսիկ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Շատ ուրախ ենք, համեցեք։ Մենք նույնպես շատ ուրախ ենք, որ մեզ ընդունեցիք վերջապես եւ այս պահին մենք ուզում ենք մի փոքր խոսել դրսի մասին, հետո նոր գանք ներս ու սկսենք բացահայտել։ Կարելի է հնչեցնել, որ հատվածում ենք գտնվում։ Սա Բագրևանդի հարակից հատվածներից մեկն է, կոչվում է Գարունավան, չէ՞, այս թաղամասը։ Ու նորակառույց է։ Որքան ժամանակ է, որ այստեղ եք արդեն։ Մեկ տարուց մի փոքր ավել է։ Մեկ տարուց մի փոքր ավելի, ահա։ Եվ դեռ շինարարական փուլում է, այսպես ասած, ամբողջ սպասում ենք մինչև այս ձայները վկա։ Գարունավանի պես կանաչի։ Հարմարվել եք արդեն այս թաղամասին, որովհետև հասկանում եմ, որ երկու մեքենա կա, այսինքն ենթակառուցված, 3 նույնիսկ, ենթակառուցվածքների խնդիր։ Առանց մեքենայի այստեղ մի փոքր բարդ կլինի, որովհետև տրանսպորտ չկա, բայց եթե մեքենա կա, բավականին հարմար է ու անգամ կենտրոնում եթե գործեր ենք պլանավորում, շատ արագ հասնում ենք, խնդիր չի։ Սևն է երրորդ մեքենան։ Այո։ Ում է պատկանում այս իտալական մեքենան։ Իմ մեքենան է։ Ձերն է։ Այո։ Սիրում եք Alfa Romeo։ Շատ եմ սիրում, առհասարակ սիրում եմ մեքենան որպես մեքենա, այլ ոչ թե որպես տեղափոխման միջոց, այսինքն ակետից բեկետ հասնելու համար չեմ ես մեքենան վերցնում, այլ սիրում եմ վայելեմ մեքենան։ Դրա համար ընտրել եմ հենց այս մեքենան, որ մեջը էմոցիաներ ունենա։ Եվ տեսանք վերջերս Արուսիկը unboxing էր անում իր նոր մեքենան։ Էլեկտրական է ամբողջությամբ։ Ինքը հիբրիդ է, այսինքն համ էլեկտրական է, համ մոտորով է աշխատում։ Mazda-ց։ Շնորհավորում ենք ձեզ եւ մաղթում անվտանգ երթևեկություն ու անփորձանք ամենակարևորը։ Շատ գեղեցիկ է ձեր տունը դրսից եւ նույնատիպ այսպիսի տներ կան։ Ձեր հարևանների հետ հարաբերությունները ինչպիսին են։ Հիասքանչ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Մեր հարևանները մեկը մյուսից լավն են ուղղակի։ Առավոտյան սուրճ իրար հետ ընդհանուր պատշգամբ ունեք, չենք հասցրել տունը տեսնել հակառակ կողմից։ Բալկոն պատահում է։ Տեսնում ենք այստեղ շուշուտ իրար, բոլորս աշխատանքի մեջ, առավոտյան իրանք էլ են գնում աշխատանքի, մենք էլ ենք գնում աշխատանքի ու այնպես է ստացվում, որ այդքան շատ ժամանակ չենք ունենում սուրճ խմելու, բայց ամեն դեպքում շատ երկար լինում է, կանգնում ենք, զրուցում ենք այստեղ։ Որպեսզի ձեզ շատ չտանջենք արևի տակ, ես առաջարկում եմ տեղափոխվենք արդեն ներս, սկսենք բուն տունը բացահայտել։ Խնդրում եմ մեզ ուղեկցեք։ Համեցեք։ Բայց մի քիչ քիփ են կանգնել, կներեք։ Ահա։ Իսկ ումն է կարմիր մեքենան։ Կարմիր մեքենան մայրիկինս է։ Ահա, նա ձեզ հետ է ապրում։ Այո։ Հրաշալի է։ Մեր օգնականն է շատ, այսինքն մեր փրկությունն է կարելի ասել, որովհետև առանց իրան մենք չենք կարող աշխատել, ուղղակիորեն։ Մեզ շատ է օգնում այդ առումով։ Երեխաների հարցում են ածածում։ Կյանքի այս փուլում որոշեցինք, որ այս մեր խառը գժական գրաֆիկի հետ հարմար է, որ մենք միասին լինենք։ Երեխաներին լիովին խնամքը եւ ամեն ինչը վստահում եմ իրեն, նաեւ
տան ամեն հարցով ինքը մեզ աջակից է ու շատ հարմար է, որ այս փուլում մենք միասին ենք։ Այդպես։ Գնանք ներս։ Գնացինք։ Եվ այսպես, ընկերներ, բարեկամներ, խնդրում եմ ներկայացրեք, որքան տևեց այս ամենի շինարարությունը։ Երբ որ մենք վերցրեցինք այս տունը, շենքը արդեն կառուցված էր, այսինքն չեմ ասի, պատուհանները դրած էր, գլխավոր դուռը դրած էր, բայց շենքի ավարտականը չկար, երբ որ մենք վերցրեցինք։ Երբ որ արդեն շինարարությունը ավարտեցին, մենք սկսեցինք վերանորոգումը երևի տևեց 8-ից 9 ամիս։ Դրանք ամենաստրեսային ամիսներն են, որովհետեւ ամենաստրեսային ամիսը վերջի ամիսն է եղել, երբ որ մնացել էր մենակ մանունքները։ Իրականում համբերատար սպասում ենք, ինչով էր մեր բախտը, ինչով մեզ բերեց, որ մենք մեր սեփական բնակարան ունենք, որտեղ որ ապրում ենք, բայց այն բնակարանից հետո որ գալիս ենք ստե սրտի տրոփյունով սպասում ենք, թե երբ պետքա մենք տեղափոխվենք այս տուն, որ ցենց ինքը ավելի մեծ է, ընդարձակ է, ազատ է, իսկ այն տնից հետո ոնց որ գալիս ենք, ցենց մի տեսակ շոկ ենք ապրում, էլի։ Որ սենյակի դիմաց ենք հիմա։ Այստեղ միանգամից հայտնվում ենք մայրիկի սենյակում, փոքրիկ անկյունն է։ Թույլ տվություն ունենք, չէ՞, առանց իր ներկայության։ Թեպետ չի սիրում, երբ որ տան անդամները իր սենյակ են մտնում, հատկապես երեխաները։ Որովհետև խառնաշփոթ է առաջանում։ Որովհետև ինքը շատ կոկիկ, մեգա ստերիլ մարդ է, մենք նույնիսկ իրան տենց ասում ենք պերֆեկցիոնիստ ես դու, ամեն ինչը պետք է իր տեղում լինի եւ հանկարծ Աստված չանի մի փոքր ինչ որ բան տեղաշարժվում է, դրա համար ինքը բանալիով միշտ փակում է իր սենյակը եւ մենք մուտք չունենք այստեղ, այսօր էքսկլյուզիվ նկարահանում ենք ուղղակի։ Շատ շնորհակալություն, որ մայրիկը համաձայնել է։ Ես տեսնում եմ արդեն ձեր ընտանեկան լուսանկարը, բայց մի փոքր ավելի անիմացիոն։ Հա, սա այս վերջերս արշն էր պատվիրել Չինաստանից, փորձնական Եվ դժգոհ չեք։ Կիսատ մնաց իհարկե մեր խոսակցությունը կապված վերանորոգման հետ, ասացիք որ վերջին ամիսներ ստրեսային, բայց կարծում եմ նաև պետք է հակամարտություն սկսված լիներ, թե ամեն բան արդեն նախորդ ծրագրված է։ Անհամաձայնություններ, այսինքն չի ասի, որովհետև մենք երկուս էլ նույն աշակի տեր մարդիկ ենք։ Այն հազվադեպ դեպքն է, որ իրոք բաժանության չի հասել այդ փուլը։ Միշտ հասկացել ենք, իհարկե մանավանդ շատ ծանր էր նաև, որ չէ, այդ առաջի տոններ չէ, որ բալիկի ենք սպասում ու դու տենց փորիկով գնում ենք, մենք այդ վերանորոգման այդ ամեն ինչը ինքն են ընտրում, ես չեմ խառնվել անկեղծ ասեմ, էլի։ Ու արդեն ոնց որ մի փոքր չեմ խառնվել, այն որ ավելի լավ է ես կգամ ինձ կասի, ես եմ հավանում, կասեմ շատ թույն ապրես, իսկ ես էս էլ թույն ապրես, իմ մոտ էդ է եղել, այսինքն ես ինձ ինչ է լիներ, ես համաձայնվելու եմ, ասելու եմ տիր բոմ։ Փոքրիկ դեղատոմս թե ինչպես ձերբազատվել տարատեսակ ստրեսներից վերանորոգման ժամանակ։ Համաձայնվեք ու իրար ինքը հասկացեք։ հաստատ մի բան գիտի, որ առաջարկում։ Դժվար չի անկեղծ ասեմ, էլի ավելի շատ այնց, ավելի հանգիստ կյանք կապրես, քան եթե չհամաձայնվես ու ամեն անգամ ինչ որ խնդիր փնտրես քո կյանքի մեջ։ Լավ, շնորհակալություն։ Չչարաշահենք մայրիկի բարությունը եւ դուրս գանք իր սենյակից, որքան հնարավոր է շուտ ու ուր ենք գնում։ Այստեղ մենք ունենք մի հատ փրկիչ եմ ես անվանում այս սենյակին, որովհետև ինչ ավելորդ բան է լինում, միանգամից դնում ենք այստեղ, բայց սա համարվում է որպես լվացքա սենյակ, լվացքատուն ենք անվանում, այստեղ ոնց որ իրականացնում ենք այդ մաքրման աշխատանքները, չորանոց ենք ուղարկում միանգամից եւ արդեն պատրաստի վիճակում դասավորում ենք այստեղ ու մի փոքր երեխաներն են հասնում խաղալ։ Հա, նաեւ երեխաներին է բաժին ընկել։ Ուղղակի կիրակի մեկ-մեկ ընդդեից բերում եմ կարող է լիներ ավելի կենտրոնական հատվածում, բայց մեկ-մեկ ես էլ եմ կոտրվում, թողնում եմ որ բերենք այստեղ եւ խառնենք տունը իրար։ Ինչպես հասկանում եմ, դիզայնի հեղինակը Արուսիկ դուք եք, չէ՞։ Չէ, մենք աշխատել ենք պրոֆեսիոնալ դիզայների հետ, բայց մեր աշխատանքը եղել է փոխկապակցված, այսինքն ես լրիվ ինտեգրված եմ եղել ցանկացած փոփոխության մեջ, առաջարկի մեջ ու ինքս քանի որ շատ սիրում եմ այդ դիզայներական լուծումները տեսնել, որոնել տրենդներ եւ այլն, անմիջական մասնակցություն ունեցել եմ դիզայնի մեջ, դրա համար հիմա տունս շատ իմ սրտով է։ Եվ դա շատ հրաշալի է։ Ձեզ լույսը միացրեց որպես ամուսիններ, որովհետև երկուսդ էլ ֆոտո նկարիչներ եք։ Մեզ միացրեց։ Մենք ստեղծեցինք լույսը ավելի շատ այսպես ասենք, հա։ Մեզ միացրեց գրականությունը եւ հայ-ռուսական սլավոնական համալսարանը։ Դե սկսեք մանրամասներ։
Ինչպես ծանոթացաք։ Ես սիրում եմ այս պատմությունը, որովհետև առաջինը ես եմ գրել Արշակին, գրել էի մի զարմացեք, բայց գրել էի ինչի, որովհետև երբ որ ցուցակ էր հանձնված, թե ով քննությունը ինչպես է հանձնել, ես էլ պետք է նոր ընդունվեի այդ համալսարան, տեսա, որ ամբողջ ցուցակում ամենաբարձր բալերով մի հատ woman Արշակ Կոստանդյանը եւ մնացածը աղջիկներ էին։ Մի քանի աղջիկների փորձեցի գրել կապ հաստատել, բայց ինձ ոչ մեկ չպատասխանեց բարեբախտաբար եւ ես գրեցի Արշակ Կոստանդյանի օդնոկլասնիկին, այո, մենք այդքան հին ենք։ Եվ օդնոկլասնիկին գրելուց հետո ես իրան գնացի գոստի, ինքը ինձ եկավ գոստի, բայց ասեցի լավ, ամեն դեպքում գրեմ։ Կարելի է ձեզ մեկ հարց ուղղել քննությունների հետ կապված, ինքը ինձ ասաց չէ։ Ինչու Արշակ։ Նկարները նայել էի, լույսը դուրս չեկավ։ Չէ, այն ժամանակ տենց հումոր ունեի, որ ասում էին իհարկե ոչ։ Հետո մի անգամից համաձայնվում էի, ես իմ ինչայլոց կյանքով եմ հենց այդպես, այսինքն չեմ անցանոթ մարդուց։ Հենց առաջի անգամից չեմ համաձայնվում, այսինքն ինձ ինչ որ մի բան որ առաջարկում են, ոնքում դոլինի շատ լավ բան, ես մի անգամից ասում եմ չէ։ Բայց հետո մի քիչ թույլ տվեք մտածում եմ, բացել բոլոր փակագծերը, մենք այսօր հասկացանք, որ դուք մի անգամից չեք համաձայնում, մի փոքր դժվար եք տալիս ձեր համաձայնությունը, բայց չեմ ասի թե ինչի մասին է խոսքը։ Okay. Բայց հետաքրքրեց, ինչու՞ միգուցե ասում։ Ասեմ, դե եկանք չէիք ուզում թույլ տալ, որպեսզի մենք իրականացնենք նկարահանումը, մեզ առաջարկում էիք մեկ օր գալ, բայց ամեն դեպքում ստացվեց ի վերջո։ Դե չէինք սպասում։ Չէինք սպասում, հասկանում եք, չէինք սպասումը իրական չէինք սպասում էր, բայց շատ ուրախ ենք ամեն դեպքում, որ այսօրվա նկարահանումը իրականացավ։ Ի վերջո։ Շարունակեմ պատմությունը, ու երբ որ ես ոնց որ ինքս սկսեց գրել արդեն օքեյ, կարող ես հարցերը տալ եւ այլն, ճշտեցի, թե քննական շրջանը ինչպես է անցել, որովհետև պետական համալսարանի հետ կապված, հա, փոփոխությունները քննական մի փոքր այլ են Ռաույում, այնտեղ բանավոր քննություններ կային, շարադրությունների հետ կապված, մենք երկուսս էլ ոնց որ մեդիա ոլորտում ենք, էլի ֆիլոլոգիա, ժուրնալիստիկա։ Այսինքն սլավոնական համալսարանը սեփական քննություններով էր ընդունում համալսարանը։ Հա, դրա համար էր ոնց որ ինձ շատ ներսի մարդու կարծիք հետաքրքրում եւ ինձ փոխանակվեցինք արդեն տվյալներով, ինձ որոշ գրքերի ցանկ տվեց, որոշ բաներ ուղարկեց, ես դեռ այն ժամանակ ապրում էի Սիսիանում, ուղարկեց, հետո որոշեց այցելել Սիսիան։ Որոշեցի այցելեմ Սիսիան։ Երևի արդեն հավանում էր, էլի, ես չգիտեմ, կարող արդեն հավանում։ Որ ասեցի Սիսիանից, ասեց դե բարի գնանք Սիսիան, ասեցի արի գնանք Սիսիան, այն ժամանակ մեքենա էլ ունեի, արդեն ոնց որ ես բանակից հետո եմ ընդունվել համալսարան, այսինքն մինչև բանակը լրիվ ուրիշ պրոֆիլի էի, ուրիշ մասնագիտության փնտրտուքների մեջ էի, ու բանակում հասկացա, որ ես պետքա սլավոնական ընդունվեմ, էլի։ Երբ որ on-line այդքան շատ շփվում էինք, թեկուզ դասերի հետ կապված, հասկանում ենք, որ թեմաները անընդհատ շեղվում էին ամեն ինչի մասին, ու մեր օրը ուղղակի 24 ժամ շփումի էր վերածվել, ստոպ չկար ուղղակի, հասկացանք, որ հետաքրքրված ենք իրարով, որովհետև մեզ իրար հետ շատ բան է կապում, եւ երաժշտական ճաշակը, եւ ընդհանուր հետաքրքրությունները, ու նույնիսկ այն, որ սկսեցինք զբաղվել միասին լուսանկարչությամբ, մենք երկուսս էլ միասին ենք սկսել, նույնիսկ մարդիկ զարմանում են, ասում են դու սկսել թե Արշակն առաջինը սկսել, հələ ճիշտն ասա։ Սենց փորձում եմ վերհիշել, ինքը տեխնիկայի մասով էր ավելի շատ ինձ աջակցում, ես ավելի շատ սենց ստիլի կամ ինչ-որ կազմակերպչականի մասով էի փորձում, ու սենց դարձանք թիմ։ Դարձանք թիմ։ Արշակը կարծում եմ դեռ չի կորցրել իր ռոմանտիզմը։ Ծաղիկները դրա վառ վկայումն են, չէ՞։ Իսկ կարող է ճիշտը ասենք։ Եթե կա ճիշտը, ասեք ճիշտը, խնդրում եմ։ Արշակը ինձ նվիրում է ծաղիկներ այն ժամանակ, երբ ես ինքս եմ ուզում։ Արշակ ջան, ես այսօր ունեմ ծաղիկ ստանալու տրամադրություն։ Թե չէ, որ թողնեմ իր վրա, ինքը կարող է մոռանա, բայց լիքը ուրիշ դրական հատկանիշներ ունի, օրինակ կարող է ուղղակի երեխաներին հագուստ պատվիրել, նոր խաղալիքներով գալ, այսինքն տան հետ կապված, սնունդի հետ կապված հետաքրքիր գնումներ միշտ անում են, բայց ծաղիկների հարցում դեռ 10 տարի շարունակ պայքարում ենք, որ ուղղակի պատահական խանութի կողքով անցնելիս հիշի, որ պետք է ծաղիկ տա։ Քանի անգամ եղել է ճիշտն այդ, որ ուղղակի ծաղիկներ նվիրել եմ, բայց տոների նվիրում է, տոների նվիրում է։ Ես մի հատ անկեղծ բան ասեմ, ես ինքս ոչ թե չեմ սիրում ծաղիկ նվիրել, այլ ծաղիկը, ոնց ասեմ, ես ավելի շատ սիրում եմ այլ բան նվիրեմ, ոնց ասեմ, որը որ չի փչանա, չի չորանա, այսինքն
ավելի շատ տենց բաների կողմնակից եմ, Բույս, ծաղիկների։ Օրինակ բույս դրան էինք ուզում Կարան բույս նվիրեն, անդրադառնալ։ բայց ոչ ծաղիկ, էլի, որ ինքը Ո՞վ է ապրի զբաղվում այս բույսերի խնամքով, իդեպ կա ծաղիկ հենց բույսի վրա։ Այո։ Իմիջիայլոց այդ ծաղիկի անունը կանացի երջանկությունն է։ Եթե ինքը ծաղկում է, ինքը անընդհատ է ծաղկում, դա նշանակում է, որ տունը կանացի երջանկություն կա։ Այո։ Հետաքրքիր բացահայտում էր, դա չգիտեի։ Անգամ Ով է որ ես զբաղվում։ ծաղիկներ չեմ նվիրում։ Իդեպ սա էլ շատ ոնց որ լավ դրական կողմերից արժեք է ամեն դեպքում ծաղիկների խնամքով ինքն է զբաղվում։ Հողին մոտ եք։ Ձեր արմատները որտեղից է, Սիսյանից են, Արուսիկի Չէ, արմատները։ ես լոռեցի եմ։ Ես Վանաձորում եմ ծնվել, այնտեղ եմ դպրոցն ավարտել։ Իմիջիայլոց sense մենք իրար նմանել ենք մեր կյանքով, որովհետև համ Արուսիկն է երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում ապրել, թե ես եմ երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում ապրել, ու մենք ոնց որ այստեղ հանդիպել ենք, ու որ երկուս էլ տենց ոնց որ ռուսախոս ենք, շատ ժամանակ տենց ռուսերեն էլ ենք գրվում, բան տենց ենք անում, էլի։ Հա։ Ինչ եմ ուզում ասեմ, արմատներով օձունից եմ։ Իմ մեծ ազգական, այսինքն մենք գիրք ունենք, մեր այդ գիրքը օձունի եկեղեցում է, որտեղ իմ անունն էլ կա նշված, այսինքն իմ բալիկների անուններն էլ արդեն նշված կա, եթե չէ, այս տարի կնշեմ հաստատ։ Դե Արուսիկն էլ արմատներով Սիսյանից է, Սյունեցի, այսինքն Սյունեցին եւ Լոռեցին։ Այդպես։ Պարզ է։ Հարմարավետ կինոդիտման համար տարածք ունեք եւ վստահ եմ, որ միասին ֆիլմեր դիտում եք։ 3 ֆիլմ խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց։ Օ, դու ես միացած առաջինը ֆիլմերի առումով մեր ճաշակները մի քիչ տարբեր են։ Ես ավելի շատ տենց գիտական ֆանտաստիկա եմ սիրում, ֆենտեզի եմ սիրում։ Տենց պատմական կինոներ կնայեմ, բայց որ ասեմ տենց շատ սիրում եմ, չէ, որովհետև միշտ փաստերը աղավաղվում է։ Դրա համար ոնց որ տենց պատմական ֆիլմերի վրա հակված չեմ, այսինքն եթե նա տենց գիտական ֆանտաստիկայից օրինակ տենց օբլեստիցմի կինո կա, մի հատ հայերեն չգիտեմ ոնց է կոչվում, Interstellar-ն եմ շատ սիրում։ Այդ իմ ֆավորիտ ֆիլմերն են, մեկ էլ ոչ տենց էլի գիտական ֆանտաստիկա, Զիլոնա Միլա կինո կար, տենց ինքը 5 կինո է, բայց շատ եմ սիրում այդ կինոն, որովհետև ամեն անգամ նայելուց լացել եմ, տենց ասեմ, էլի։ Այդ 3 ֆավորիտ ֆիլմերն են, որ ես միշտ կուզեմ նայեմ այսպես, էլի։ Քանի հարկանի է ձեր տունը, ընկերներ։ 4։ Լավ, որպեսզի հասնենք ամեն բան բացահայտել, խնդրում եմ դուրս գանք պատշգամբ, հասկանանք ինչ տեսարան է բացվում ձեր պատշգամբից եւ արդյոք առավոտները հրաշալի ձայն է լսվում ամենակարևորը։ Հրաշալի տեսարան։ Առաջին օրերին երբ տեղափոխվեցինք այստեղ եւ ես եմ որ վաու դրսում սուրճ եմ վայելելու ուղեկի սա իմ մեծագույն երազանքն է որ բացօթյա հատված ունենայի դուրս են գալիս նստում ենք ու բախվում ենք մի այլ իրականությանը որ լավ է այստեղ երբ որ տան հիմք են գցում այս օրինակ պերֆերատորով են, չէ, հիմա անում, այն հատուկ տրակտորա գալիս սկսում է այս вообще Բագրևանդը այս տարածքը, եթե տենց ուշադիր նայեք, ինքը բազալտով հարուստ, քարքարոտ հող է։ Այսինքն որպեսզի այդտեղ հիմք փորեն, այդտեղ շատ մեծ բազալտի կտորներ կա, անգամ այս տան հիմքի, օրինակ մեր խոհանոցի պատը, որը որ հողի մեջ է այն կողմից, ինքը միջելոց կարա որպես թաքստոցել ծառայի, այսինքն ինչ որ վտանգի դեպքում, հա։ Աստված մի արածեվով դա պետք լինի։ Բազալտի քարը, այսինքն այնտեղ հետևը ինքը մոնոլիտային կառույց է ու Բագրևանդում տենց ոնց որ ինքը ռելիեֆային է, այսինքն չեն կարող հարթ տարածության վրա տենց տունը սարքեն, բոլորինը ռելիեֆով է։ Այսինքն մենք հիմա գտնվում ենք այս կողմից առաջի հարկում, չէ, բայց եթե ներքև իջնենք, այնտեղ է առաջի հարկը ստացվում։ Դրա համար իսկ ով է մեզ ներքևից նկարում թաքուն։ Բարև ձեզ։ Մայրիկը։ Ես։ Մայրիկը նույնպես զբաղվում է բլոգերությամբ, թե սիրողական։ Կարելի ասել, որ միկրոբլոգեր է, նա շատ սիրված է իմեջում եւ ամեն անգամ երբ ես տեսանյութ եմ հրապարակում նրա հետ, միշտ դիտումները ավելի բարձր են լինում, չգիտեմ ինչով է պայմանավորված, մի տեսակ իր հանդեպ համակրանքը լսարանից մոտ բավականին մեծ է, ու ինքն էլ արդեն գիտի, որ երբ որ ես զբաղված եմ լինում եւ պայտակ չեմ նկարում, մամ ջան, խնդրում եմ կողքից մի քանի կադր դու արա, էլի, եթե քեզ հարմար է։ Դե եկեք իջնենք Մայրիկի մոտ։ Զրուցենք իր հետ արդեն նույն հարթության վրա, ոչ թե մենք վերևում, նա ներքևում։ 4 հարկ ամեն դեպքում կարելի է չգնալ մարզասրահներ,
Օրական մի քանի անգամ վերև ներքև անել եւ Բայց մաշել կարելի է։ իրականում օրվա ավարտին, երբ որ ստուգում եմ հեռախոսի էփով, թե քանի քայլ եմ արել, 10,000 մինիմում քայլ մենք տան մեջ անում ենք։ 10,000 քայլ տանը։ Ինչ եք անում այդքան։ Պատկերացրեք, մեր աշխատասենյակը վերևում է, մի բան մոռանում ես, հեռախոսը թողնում ես մի հատվածում, հա, իդեպ երբեմն որ սովածանում ես երեկոյան, սովածանում եմ երեկոյան, ուղղակի Եվ երբեմն որ սովածանում ենք երեկոյան, ուղղակի ալարում ենք, իջնենք ներքև ու այդպես վարում ենք առողջ ապրելակերպ։ Թույլ տանք թող Դավիթը անցնի եւ գնում ենք որ հատված, բացի այն որ գնում ենք Մայրիկի մոտ որ հատված ենք մեր խոհանոց եւ մեր բակը։ Ով է ձեր տան խոհանոցում ամենաշատը լինում Մայրիկից բացի, բայց Ճիշտ ենք ասում, Արշակ ջան։ Ճիշտ ենք ասում, ուրեմն ես։ դա է ճիշտը։ Այո։ Ես սիրում եմ պատրաստել, շատ հետաքրքիր բաներ եմ պատրաստում իմ միջայլոց, թե այսինքն թե Բարև ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Արշակ։ Հա։ Բան եք ասում, ես ձեզ ընդհատեցի որ ես եմ սիրում պատրաստել խոհանոցում, այսինքն խոհանոցը համարում եմ նաև իմ տենց օրինական վայրերից մեկը, որտեղ ես կարող եմ պատրաստել, այսինքն այդպես ինչ ավելացնեմ։ Ինչպես են փեսա եւ զոքանչ հարաբերությունները։ Հիասքանչ։ Հիասքանչ։ Այո։ Մենք հենց հիմա կստուգենք ով է ավելի համեղ պատրաստում, Արշակը թե Արուսիկը։ Լռում եմ, ոչինչ չունեմ ասել։ Արուսիկը պետքա պատրաստի, որ իմանանք համեղա պատրաստում Բայց ինչու՞ չեք պատրաստում։ Դե որ երկու համեղ պատրաստող ունեմ, էլի մաստը խառնվել իրանց գործերի մեջ չեմ հասնում։ Ինքը նկարում է։ Այդ ընթացքում նկարում եք։ Եվ ասացիք, որ շատ հետաքրքիր ուտեստներ եք պատրաստում, կխնդրեմ նշեք վերջերս պատրաստած մի ուտեստ, որը բոլորին խելքահան է արել։ Երևի պայելյան է եղել, իսպանական պայելյան պատրաստել խեցգետնով, մանգալի վրա, իմիջայլոց պայելյան դե հիմնականում պատրաստում են սովորական գազի վրա են պատրաստում, այսինքն, բայց ես ոնց որ մտածեցի, որ կարա այդ ծխի համը ավելի տենց հատուկ իր համար չանեմ պատվիրը, այսինքն հատուկ այդ չանը 8 ժամ էփել եմ, վառել եմ կրակի վրա, հետո պատրաստել եմ, մի ամբողջ օր ես պատրաստել եմ, այսինքն այդ պայելյան իսպանական խեցգետնով ու անկրկնելի համ ուներ, ես ինքս եմ, որ իմ պատրաստածից ասում եմ շատ համով է։ Իսկ դուք ինչն եք ամենաշատը սիրում Արշակի պատրաստածներից։ Արշակի համեղ հյութեր է պատրաստում։ Հյութեր, նույնիսկ։ Շատ հետաքրքիր սմյուզիներ, սոուսներ, որ ավելացնում եմ ես իմ ճաշատեսակներին։ Իր մոտ այդ շատ տաղանդավոր է, դա հարցնում եմ։ Հա, իսկականից հարցնում եմ իրանից, ինչ կարելի է ավելացնել մեջը։ Ես գնացի։ Ես ուզում եի ասել, Արուսիկ, ուզում եմ հասկանալ դուք ինչ եք անում ընդհանրապես, բացի աշխատանքից իհարկե, ինչով եք զբաղվում։ Մայրիկը հոգում է երեխաների հարցը, Արշակը խոհանոցի, մաքրությունը վստահ եմ կան ռոբոտ փոշեկումներ։ Հենց այս ուրախ նոտայի վրա էլ ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդամենը կարճատև գովազդային դադարից հետո վերադառնալու ենք եւ շարունակենք մեր բացահայտումները հենց այս լավ տրամադրությամբ։ Շնորհակալություն։ Ընկերներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Ընտրալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Շատ ճիշտ է ամեն բան, ես վստահ եմ, որ այս ամենը ձեզ համար նեվ խթան կհանդիսանա, որպեսզի դուք էլ պատրաստեք Արուսիկ։ Համեղ։ Երևի։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշը խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։
Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ հանուն արդարության ուզում եմ ասել Արուսիկ, որ դուք բավականին ակտիվ գործում եք այս ընթացքում, որովհետեւ վառ ապացույցը, որ սեղանը դուք գցեցիք։ Հյուրասիրվեք, սա մեր ամենասիրելի հատվածն է տան։ Ճիշտ այս վերջերս ենք այս դրսի կահույքը բերել։ Մենք տեսել ենք դա։ Հա, բայց 3 անգամ այստեղ կահույք եմ փոխել, ուղղակի ամեն անգամ ինչ որ բան դուրս չէր գալիս։ Առաջին անգամ դուրս չէր գալիս գույնը, երկրորդ անգամ դուրս չէր գալիս ցածր սեղանը, երրորդ անգամ փոխեցի համ գույնը, համ սեղանի բարձրությունը, հիմա ամեն ինչ սրտով է, սա լավ պրծանք։ Դուք բծախնդիր եք։ Իրականում չէ, բայց ես ինչ կապված է իմ տան ու ույուտի հետ, ես սիրում եմ ամենալավը։ Արուսիկը բծախնդիր է։ Ես կասեի ինքը ուզում եմ լավը լինի, բծախնդիրն ինձ թվում է ինչ որ չափով բոլորն է պետք է լինեն բծախնդիր, թե ինքդ քո հանդեպ, թե ուրիշների հանդեպ ամեն դեպքում պետք է լինես բծախնդիր, այսինքն ես դա վատ կողմ չեմ համարում, երևի թե ինձ այդ բծախնդիր լինելն է ստիպում, որ ամեն ինչը կոկիկ լինի, ամեն ինչը ժամանակին լինի ու ոնց որ ճիշտ կարգով կազմակերպված լինի, այսինքն ես չեմ ասի, որ դա վատ է։ Так что ես ուրախ եմ, որ ինքը բծախնդիր է, այո։ Աշխատանքում դա դրսևորվում է որևէ կերպ։ Աշխատանքում շատ է դրսևորվում, ինձ համար աշխատանքի մեջ կոկիկությունը, ժամկետներին հետևելը, խոստացածը անելը ու ամեն ինչ անել այնպես, որ լինի իդեալական եւ քո հաճախորդը ցանկանա էլի ու տարիներ շարունակ դիմի քեզ, դա բնականաբար բերում է նրան, որ դու պետք է ցույց տաս որակ, որն էլ ապահովում է այդ բծախնդիր լինելը կոպիտ ասած աշխատանքի հանդեպ։ Այստեղ ունենք մաղալ, սա բնականաբար բացառապես ձեր տիրույթն է Արշակ, ես վստահ եմ։ Այո։ Հա։ Դա իմ տարածք։ Եղել են դեպքեր, որ նաև դուք եք գործել։ Ես այստեղ շատ ակտիվ սթորիներ եմ նկարում։ Վերևից կողքից։ Վերևից կողքից, բայց շատ համեղ է ստացվում ուտեսները կրակի վրա, ինչ խոսք իմ բախտը բերել է, որ ամուսինս սիրում է այս process-ը եւ բոլորս վայելում ենք։ Այսինքն ոչ թե միայն միս կամ ձուկ պատրաստելու համար, այլ մենք ուղղակի կարանք գրիլ առանց բանջարեղեն ունենանք, ու մենք ձմեռվա համար այդպես էլ պատրաստվում ենք օրինակի համար, տենց այսինքն տենց հատուկ ինչ որ տենց զակատներ, բան տենց չենք փակում, բայց բանջարեղեն օրինակ սմբուկ, բիբարը կամ լոլիկը մենք խորովում ենք, մաքրում ենք, սարցնում ենք հենց իրենց այդպես, ու մենք ամբողջ տարի ունենում ենք այդ գրիլ առած բանջարեղենը, որը որ մեզ ոնց որ շատ է, այսինքն մեր սննդի մեջ մենք շատ ենք օգտագործում բանջարեղենը հենց։ Զրուցարանի մյուս հատվածում կա մեկ սեղան, որը կրկին կրակով է աշխատում։ Հա, բայց ինքը այդ կրակը ավելի շատ նախատեսված է տաքանալու համար, այլ ոչինչ ոչինչ պատրաստելու համար չի։ Այստեղ այսինքն լցվում է հատուկ էթիլային սպիրտ, այստեղ։ Այո։ Դա ոնց որ վառվում է ու ոնց որ մարդիկ շուրջը նստած թեյ խմելուց տաքանում են, ինքը ինչ որ չափով տաքություն։ Սա ես օգտագործում եմ այն ժամանակ, երբ որ տուն գալիս են ընկերուհիներս եւ ես ուզում եմ նրանց զարմացնել։ Այսինքն առօրյայում այդքան պրակտիկ բան չի, առօրյայում մենք այնտեղ ենք, երբ որ ընկերներն են գալիս, այստեղ ենք։ Լավ, շատ բարի։ Շարժվենք առաջ։ Գնացինք։ Գնանք որ հարկ, երկրորդ, երրորդ եւ չորրորդ։ Երրորդ հարկ են գնում ննջասենյակների հատվածը եւ մեր աշխատասենյակ եւ վերանդա։ Դե գնացինք, խնդրում եմ ուղեկցեք մեզ, դուք կարող եք ձեր հեռախոսը վերցնել, որ այս ամբողջ ընթացքում մեզ նկարահանում էր։ Անպայման, ես էլ իմ գործն եմ անում։ Շատ լավ։ Գնացինք առաջ, խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Ամեցեք եկեք։ Դուք միասին աշխատանքի գնում եք, լինում են այդպիսի դեպքեր, որ միասին պետք է աշխատեք այդ օրը։ Դե հիմա Արուսիկի աշխատանքի պրոֆիլը ինչ որ չափով փոխվել է ավելի շատ դեպի բլոգինգ։ Ես էլ լուսանկարչության մեջ եմ, այսինքն մենք մեծ խումբ ունենք, որը որ աշխատում է, թե խմբի ղեկավարությամբ, թե անգամ նկարահանումների մասնակցություն ես շատ ակտիվ ունենում եմ, այսինքն։ Արուսիկը ունենում է նկարահանումներ, բայց ինքը ոնց որ ես իր փոխարեն պատասխանեմ, այդքան ձգտում չունի տենց շատ աշխատանք հենց ֆոտոնկարահանման աշխատանքանի, որովհետև դու պատասխանի։ Հիանալի բաշխել ենք մեր պարտական, չգիտեմ ինչի այստեղ կանգնեցինք, միգուցե նկարների մասին պետք է խոսենք, բաշխել ենք այսպես մեր առօրյան, ես սիրում եմ, երբ որ նույնիսկ տենց անվանում եմ
ոնց են ասում, բինգո ենք բռնում։ Երբ որ որևէ միջոցառման են մեզ հրավիրում, ինձ որպես բլոգերի, իրեն որպես լուսանկարչի, տենց երկուսով թեկուզ տարբեր պրոֆիլների մեջ, բայց կրկին նույն վայրում ենք հայտնվում, հաճախ է լինում, այնպես չի, բայց քանի որ պրոֆիլս փոխվել է ավելի ստուդիայի նկարահանումներ, ես արդեն պատասխանատու եմ իմ ֆոտոստուդիայի համար, իսկ ինչ կապված է միջոցառումների հարսանեկան նկարահանումների հետ, արդեն Արշակն է պատասխանատու։ Հիմա խոսենք այն ամենի մասին, ինչի համար կանգ առանք այստեղ։ Ովքեր են այս նկարները նկարել։ Այս նկարները նկարել է Արշակը եւ նույնիսկ անձեն աչքով կարելի է հասկանալ, որ նա է, որտեղ ինքը շատ է սիրում նկարել սև ու սպիտակ ու դա իր հետևորդների, իմ հետևորդները գիտեն։ Սա շատ վաղուց աշխատանքներ են իրականում, այնպես չի նոր են, պարզապես մեր ֆավորիտ ու սիրելին են։ Օրինակ այս նկարը բավականին սիրվել է հարթակներում, նույնիսկ միջազգային տարբեր պրոֆիլներ վերցրել են այս նկարը տարածել են։ Ոչ, մեր հաճախորդներն են, նույնիսկ մեզ հարց էին տալիս, հաճախորդի նկարը ինչի եք որպես տան դեկոր օգտագործում ձեր տան մեջ, դե որովհետև մենք մեր աշխատանքներին որպես արվեստ ենք նայում եւ այս սիմետրիան, այս, չգիտեմ, համաչափությունը եւ այլն շատ գրավել է ոչ միայն մեզ, նաեւ մեր լսարանին։ Այստեղ հայտնի խոսքեր են follow your dreams, հետևեք ձեր երազանքներին։ Հետևիր քո երազանքներին եւ իրականում մենք հետևում ենք ու փորձում ենք յուրաքանչյուր երազանք դարձնել նպատակ եւ իրագործել այն։ Այստեղ էլ արդեն Էյֆելյան աշտարակի մոտ իմ էլի երազանքներից մեկն էր բնականաբար, որ ես ունենամ վիզա, ես ճամփորդեմ, ես լինեմ տարբեր երկրներում եւ ամեն անգամ նայելով այս նկարին ես ուղղակի հպարտությամբ եմ լցվում, որ ունեմ այդ հնարավորությունը ճամփորդելու։ Որն է ձեր դեռևս չիրականացած երազանքը։ Հա, ես ունեմ չիրականացած երազանք, ես ուզում եմ Լորվա մարզում անկյուն սիրուն տունիկ ու սենց կանաչ տեսարանով մի հետաքրքիր Դեպետ գետի ափին։ կարա լինի։ Դուք Սիսիանից չէիք։ Բայց ես շատ եմ սիրում Լորվան։ Լավ, դե լավ, գնանք։ Շատ եմ սիրում։ Ես վստահ եմ, որ շատ շուտ կիրականացնեք ձեր երազանքը, որովհետև դուք նպատակասլաց մարդիկ եք։ Հասանք ի պաշտոնե երկրորդ, բայց իրականում երրորդ հարկ, չէ՞։ Սա երրորդ հարկն է, համեցեք։ Սա մեր սենյակն է, ննջա սենյակն է։ Գրքեր մահճակալի կողքին, ումն են դրանք։ Անպայման, սա իմ գրքերն են։ Ինչ եք կարդում։ Կյանքի այս փուլում ես շատ հետաքրքրված եմ սնունդով, առողջ ապրելակերպով, նուտրիցիոլոգիայով եւ դրա համար ոնց որ այս փուլում դա է ինձ հետաքրքրում, բայց մի հետաքրքիր բան էլ կա իմ մեջ, ես գրքեր միշտ գնում եմ, բայց չեմ հասնում իջևերջ բոլորը կարդալ։ Պարտադիր գնում եմ ու կարողա մի գիրքը նույնիսկ ավարտին չհասնեմ, մյուսին անցնեմ, հետո վերադառնամ, ինչ որ հատվածներ ինձ համար առանձնացնեմ, այդպես է գրքի հանդեպ իմ սերը արտահայտվում։ Միշտ դնում եմ աչքից դիմաց, որ հանկարծ չմոռանամ, որովհետև այս Instagram-յան իրականության մեջ դու չես էլ հասկանում ոնց ես անդադ reel թերթում, բայց երբեմն դա ուղղակի ճահճացնում է քեզ ու փոխեցինք մի քիչ այդ տարածքում էլ որ լինի գիրք, դու իմանաս, որ դրան էլ պետք է ժամանակ հատկացնես ու երեխաները տեսնում ընդօրինակում են, մեր բալիկները պարտադիր քնելուց առաջ պարկում են, հեքիաթների գիրք են թերթում, կարդում, մեզ են ստիպում, որ մենք պատմենք իրենց։ Ո՞ր բալիկները իդեպ։ Բալիկները հիմա պարտեզում են, իրենց երկրորդ տունը, որտեղ շատ լավ ժամանց են ունենում, ավելի լավ, քան տանը կարող են ունենալ, եւ կարծում եմ, որ այդ սոցիումում ինտեգրված լինելը պարտադիր է երեխաների համար, այնպես որ մենք պարտեզ հաճախում ենք, այո։ Սենյակի այն հատվածը կարծում եմ պատկանում է բացառապես ձեզ եւ Արշակը այնտեղ որևէ իշխանություն եւ լիազորություն չունի, չէ՞։ Մենակ մի հատ օծանելիք ունեմ այնտեղ։ Ուրեմն դարակներս չեմ բացի, բայց լիքնա մեյքափ արաբկաներով, ես շատ եմ սիրում մեյքափով էլ նաև զբաղվել, էլի այդ սովորությունը ունեմ, լիքը գնում եմ, բայց նույնիսկ տարան չավարտած, էլի նորից եմ գնում, նորից չգիտեմ, դա ինչ հիվանդություն է ինձ մոտ, ինձ թվում է աղջիկները կհասկանան, սա իմ մեյքափի զոնան է, իմ թերապիայի անկյունն է, որտեղ ես կարող եմ հանգիստ անշտապ պատրաստվել նոր օրվան, վայելել ուղակի եւ այս լռությունը եւ աշխարհում ամենալավ անկյունը ինձ համար դա իմ տունն է, իմ սենյակը ու իմ մեյքափի պարագաները։ Այստեղից նույնպես ունենք ելք դեպի Պաչկան, բայց երևի թե դուրս չեն գա, որովհետև տեսարանը նույնն է։ Նույնն է, նույն բանն է, սա էլ իմ
Գարդերոբն է ասել եք Զգեստապահարան։ Ռուսերեն չօգտագործել, բայց չեմ կարող, հա, զգեստապահարան, չգիտեմ, մի թեթև կարակ ցույց տաք։ Բայց ես կարծում եի պետք է քաոս տիրեր աղջկական, մինչդեռ ամեն ինչ շատ Քաոս չի կարող տիրել, քանի որ ինչպես հիշում եք հենց առաջին դրվագներից, քանի որ իմ մայրիկը շատ բծախնդիր է, այդ նշանները նաև ինձ էլ են փոխանցվել եւ իհարկե ես ինձ թույլ չեմ կարող տալ լինել թափթփված, երբ ունեմ այդպիսի մայր։ Ձեր սենյակում ամեն բան պարզ է, շարժվենք առաջ։ Գնացինք։ Հաղորդման սկզբում դուք նշեցիք, որ երկուսդ էլ ունեիք այլ մասնագիտություններ, բայց հիմա զբաղվում եք կոնկրետ լուսանկարչությամբ։ Ինչպես եղավ այդ անցումը դեպի լուսանկարչություն։ Լրագրությունը սերտ կապ ունի լուսանկարչության հետ։ Իմ պարագայում ես ուսանողական տարիներին եմ սկսել զբաղվել լուսանկարչությամբ եւ երբ որ պրակտիկայի շրջան էր, որտեղ ես պետք է գնայի ուղղակի հոդված հավաքեի, ինտերվյու վերցնեի եւ այլն, ես միշտ ուզում էի, որ իմ ձեռքի տակ լիներ ապարատ, տեսախցիկ, որ ես նաեւ ռեպորտաժ կանեմ եւ այդ ռեպորտաժները հետաքրքիր ձևով նաեւ տեքստային, հա, ինտերվյուներով կփոխանցեմ արդեն այն ժամանակ բրավո եմ ինեի փոխանցում, այդպես, բայց շատ ավելի սիրողական եմ հասցրել լրագրությամբ զբաղվել, որովհետեւ երբ սկսեցի արդեն լուսանկարչությամբ զբաղվել, ինձ ուղղակի տարավ այդ ոլորտը, ես մի անգամից ոնց որ մտա այդ հոսքի մեջ ու շատ արագ պրոֆիլս փոխեցի։ Իմ բանասիրությունն է, ես բանասիրության ֆակուլտետ եմ ավարտել, կարելի ասել բանասիրության ֆակուլտետից հիմա օգտագործում եմ հոգեբանությունը, փիլիսոփայությունը, որոնք որ օգտագործում եմ թե ընդհանուր իմ կյանքի մեջ, թե իմ երեխեքի դաստիարակման մեջ, այսինքն մենք այդ ամեն ինչը օգտագործում ենք, տղաս այս տարի նոր է գնալու դպրոց, բայց ամեն դեպքում մենք արդեն թե 3 այբուբենին ենք տիրապետում, անգլերեն, ռուսերեն, հայերեն, թվերն ենք ոչ միայն տիրապետում, այլ գումարում հանումներ ենք անում, երկնիշ թվերը արդեն դրանցել ենք անցել, ինչ եմ ուզում ասեմ, որ ես ոնց որ այդ մասնագիտական մանկավարժական մասնագիտությունը ոնց որ կիրառում եմ իմ բալիկների դաստիարակման ու իրանց զարգացման մեջ։ Բարի, հենց հիմա գտնվում ենք բալիկների սենյակների դիմաց։ Աշխարհի ամենակյուտ սենյակը։ Ամենակյուտ սենյակը։ Այո։ Ինքը վարդագույն գույնը սիրում, այն որ մտածում եմ ես աղջիկ ունենամ, չեմ պարտադրելու որ ամեն ինչ վարդագույն լինի, բայց դա ինստինկտիվն է ստացվում։ Ինքը սիրում է սրտիկներ, վարդագույն եդինարոշկաներ, այսպես, ամեն ինչը պետքա լինի։ Ահա։ Անունները կնշեք փոքրիկների։ Նենսի եւ Ռոբերտ։ Անունների ընտրությունը ումն է։ Միասին ենք արել լրիվ ու մի անգամից ենք որոշել։ Հետաքրքիր ձև ենք որոշել, իրականում Ռոբերտը մի անգամից գիտենք, որ Ռոբն է ծնվելու։ Ինչ որ ոչ պապի անունա, ոչ բարեկամ նոր ծանոթի, պրոստը Ռոբ անունի հանդեպ համակրանք կար, սենց ինքը համ ինտերնացիոնալ է, համ սենց լավ է հնչում, հա։ Համ կարում ես իրեն որպես փոքր բալիկի համար կարճացնես, ասես Ռոբի կամ Ռոբ։ Մենք որ անունը ընտրում ենք, մեզ հղի ժամանակ Ռոբերտ ձև ենք տալի, որ հիմա բարկանում ենք երեխայի վրա, սենց մենք Ռոբ, հա, այս անունը մեզ համապատասխանում կամ Ռոբ ջանարի։ Լավ, կարա լինի Ռոբ։ Նենսի անունն նենց անունն է, որ ուզես չուզես ասել ջպտում ես, դրա համար ոնց որ տենց հատուկ ենք անում։ Նենսի։ Փոքրը Նենսին է։ Հա, Նենսին փոքրն է։ Ինչ նախասիրություններ ունի նա արդեն։ Վստահ եմ, այսպիսի ծնողներից հստակ պետք է երևա ինչ նախասիրություններ ունի։ Նա անչափ շատ է սիրում նոր հագուստ, սիրում է վարդագույն իրեր։ Հիմա այս պահին իրան մի քիչ տարելա Frozen մուլտիկի վրա, որ նոր նախասիրություններ է իր մոտ բացվում ու նաև երաժշտական ճաշակ էլ է ձևավորվում։ Իդեպ ասեմ, մեր տղան սկսել է ռոք լսել։ Դա էլ է շատ։ Ռոբը ռոք էլի։ Հա, Ռոբը ռոք է լսում։ Պատահական հեռախոսից մեջից Metallica է գտել ու Metallica է լսում։ Ու իրան դուր է լսում, գալիս։ այսպես լսում, հա, խորացած։ Երբեմն Հետո ուզում մեքենայի ենք մեջ են փոխել։ ստիպում, որ ես այդ երաժշտությունը դնեմ, բայց Նենսին չի սիրում։ Նենսին Հիմա ավելի ինչ անենք։ Դրա AI ինտելեկտով ստեղծված երգեր ենք գրում, երգեր ենք սարքում, որ երկուսն էլ լսում են մեքենայի մեջ, так что չէ։ Լավ։ Նենսիի սենյակում ամեն բան հասկացան, գնանք Ռոբի սենյակ։ Եկեք։ Կարծում եմ Նենսին կարող է դառնալ ըստ ձեր նկարագրածի, ենթադրենք հագուստի մոդելավորող։ Դուք դրան դեմ կլինեք, թե կողմ։ բացարձակ դեմ չեմ լինի, ես դեմ չեմ լինի ոչ մի ստեղծագործ աշխատանքի, քանի որ մենք էլ ենք ստեղծագործական ոլորտում, սենց
Տվորչսկի լուջի, ես մենակ կողմ եմ։ Այս Ես Ռոբի Խիստ սենյակը։ իտալական այս ծածկոցը վերջին 85 ճամփորդություններից եք ձեզ հետ բերել, թե ոչ։ Ես չեմ ասի, որ սիրում եմ Իտալիան, բայց կլինեն նշաններ սրա մասին, հա։ Ահա։ Բայց Ռոբն էլ է շատ սիրում այս ծածկոցը, լիմոններով Ռոբն էլ է ծածկոցները իտալիան սիրում։ ու սիրում է դեղին գույնը, ինչպես կնկատեք հիմա ինտերիերի մեջ, այս ընձուղտիկին բերել ենք դեռ նախորդ տնից ու այս ընձուղտիկը իր հետ մեծանում է, էլի ոնց որ դեռ Ռոբը չէր ծնվել, սա պատվիրել է, ուղղակի այդ դիզայնը դուրս եկել էր ուղղակի ոչ մի բան է ինքը, պրոստը դեկորը, բայց սիրում ենք ու այդպես սենյակից սենյակ Ռոբերտի նախորդ տնից բերել ենք այստեղ։ Սա էլ իր պահարանն է, իդեպ հիմա ինքը առանձին իր անկյուն ունի, որտեղ առավոտյան ինքնուրույն է պատրաստվում, դուխին փչել, սանրել մազերը, հագնվել ու պատրաստ գնալ պարտեզ։ Եվ բույսը Ռոբերտի սենյակում։ Անպայման բույսը։ Նա նույնպես սիրում է բույսեր, թե սա հայրիկն է Ստիպում ենք որոշել։ սիրել բույսեր։ Չի վնասում։ Գիտի Չէ։ որ չի կարելի վնասել։ Չէ, չեն վնասում ու կանաչի պակասը մի տեսակ շատ ենք զգում այս տարածքում։ Թաղամասում ընդհանուր։ Թաղամասում դրա համար փորձում ենք գոնե տանը ինչ որ անկյուններում լցնել։ Մենք եւս մեկ հարկ ունենք, չէ՞, բարձրանալու, որտեղ ձեր աշխատասենյակն է։ Խնդրեմ, գնանք, Գնացինք։ մեզ ուղեկցեք։ Ես արդեն հասկացել եմ ինչ էիք ասում 10000 քայլ, որովհետեւ մոտավորապես մենք հասնում ենք արդեն 10000-ին։ Կրկին բույսեր, սա այն բույսն է, որը արտանետում է ածխաթթու գազ։ Այս մեկը չէ, այս մեկը այո։ Սա օդի ամենաուժեղ մաքրման օդի ֆիլտրն է, կոպիտ ասած, ու ինքը Բայց սա պետք է որ արտանետի ածխաթթու գազ, ոչ թե թթվածին։ Այ չեմ կարող ասել։ Սա թթվածինը մաքրում է, դա վստահաբար գիտեմ, ու ինչքան ինքը մաքրում է, այդքան տակի տերևներն են չորանում։ Սա ֆիկուս է կոչվում, այս մյուս բույսի մասին է խոսքս եւ գեղեցիկ նկար արևածագի ձորում։ Ոչ, Լորվա։ Ջեյմս սա Ջեյմս Բոնդի կղզին է։ Ես գիտեմ իրականում քանի որ հետևել եմ, բայց շատ նման է ու շատ ճիշտ է, ասեցիք, ասոցիացիաները նույնն են։ Արևածագիձորն ավելի սիրուն է։ շնորհակալություն։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Լոռ մարզում է, գիտեք։ Գիտեմ, իհարկե, մենք եղել ենք այնտեղ ու հասանք ձեր աշխատասենյակ, այստեղ մուտքը խստիվ արգելվում է։ Երեխաներին է արգելվում, որովհետև շատ կարևոր չիպեր կան, որոնց հասանելիությունը նրանք չպետք է ունենան, բայց սա իմ երազանքների աշխատասենյակն է։ Եկեք դուք ձեր աչքով համոզվեք, թե ինչքան լավ անկյուն է աշխատելու, ստեղծագործելու, իրերը պահելու ապահով։ Սա սառցախցիկ է ներողություն։ Հա, այդ որ ներքևում պատմում էր Արշակը, ձմռան համար Այստեղ պատմում։ մեր սառեցված բանջարեղենն է։ Հասկացա։ Բացել։ Դե կարող եք բացել, կարող եք չբացել, ընտրությունը ձերն է։ Ով է ավելի շատ լինում այստեղ, ով է ավելի շատ աշխատում։ Երկուսս էլ լինում ենք հավասարաչափ, քանի որ այստեղ մեկուսանում ենք եւ ձայներ չկան դրսից, ձայնագրություններ անելու համար, նկարների մշակում անելու համար, բայց շատ հաճախ գիշերը ժամը 2-ին Արշակին քնած գտնում եմ այստեղ եւ ասում եմ իջի ներքևի հարկ տղա ջան։ Եվ հատուկ դրել եք փոքր բազմոց, որ เป զի չլինի այստեղ քնել, չէ՞, կարծում Այս եմ։ բազմոցը երբեք չի օգտագործվում, ճիշտն ասած։ Իսկ թվում է մենք իր լուծումը մի ձև կգտնենք, բայց սիրուն է, պատի հետ սազումը, ուրեմն թող լինի։ Այդպես։ Քանի երկրում եք հասցրել լինել։ Ոչ չենք հաշվել, ճիշտն ասած, Կանգնեմ։ բայց քիչ չենք, այսինքն տարվա մեջ միշտ գնում ենք, ինչ որ նոր տեղել են գնում, թե Եվրոպա, թե ինչ որ Ուրեմն ասիական տարիներ պետություններ։ առաջ, երբ որ նոր էր սկսվում էր ճամփորդական այս ճանապարհը, ուղին, Արշակի մոտ տպավորություն էր, որ մարդը պետք է տարվա մեջ ճամփորդի ընդամենը մեկ անգամ։ Մաքսիմում, որովհետև մարդ ստեղծված է աշխատելու համար եւ այդքան անիմաստ ճամփորդել իմաստ չկա, բայց մի քանի անգամ գնալուց հետո բռնացրինք մեզ այն մտքին, որ դրանից ավելի հաճելի, ավելի լավ բան չկա եւ հիմա ինձ հաջողվել է համոզել, որ աշխատանքից զատ պարտադիր պետք է ժամանակ հատկացնել նաեւ տարբեր երկրներ բացահայտելու։ 2-3 ամիսը մեկ ինչ որտեղ գնում ենք, դա մեծ ստիմուլ է տալիս հետագա աշխատանքի, թե ինքնազարգացման մեջ, թե այդ նոր մտահորիզոն բացահայտելու մեջ։ Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք համացանցում բավականին ակտիվ եք, 140,000-ից ավելի մարդ է, չէ՞ ձեզ հետևում։
Այո, ասեք ստուգեմ։ Ստուգեք այս ընթացքում եւ ասացեք, ինչ են նրանք գտնում ձեզ մոտ եւ 157,000։ 140,000-ից ավել է, չէ՞, ամեն դեպքում։ 106,000 էլ ձերն է։ Ինչ են նրանք գտնում ձեզ մոտ եւ որն է հաջողության գրավականը։ Հաջողության գրավականը մեր սերն է մեր աշխատանքի հանդեպ, այդ անմնացորդ նվիրումը մեր աշխատանքին, որովհետև այս այն գործն է, որտեղ դու չես կարող ուղակի մասնակցություն ունենալ անուղակի, ուղակի գումարի համար, ուղակի Երևալ միտեղ ու հետ գալ, չէ, սա իսկապես պետք է սիրես, որովհետև այդ էներգիայի աղբյուրը, որ հետագայում կրկին ստեղծագործես ու շարունակես ավելի սիրուն գործեր ցույց տալ քո լսարանին, գալիս է հենց այդ սիրուց ու այդ մոտիվացիայից։ Իմ էջում մարդիկ կգտնեն ընտանիքի արժեքներ, ժամանց, ճամփորդություն, աշխատանքը սիրելու եւ գեղեցիկ աշխատելու, նաեւ հաճախորդների հետ շփվելու, հա, հետաքրքիր ինչ-որ պատմություններ։ Իմ էջում համենայն դեպս ես փորձում եմ ցույց տամ այն, ինչ ես կամ ու ինչ ինձ է հետաքրքիր, այսինքն ուղղակի ցույց տալ այն, ինչը ինձ կբերի դիտումներ, դա այդքան էլ ինձ հետաքրքիր չի, որովհետև կարևոր է ինձ համար, որ ես ցույց տամ այն, ինչ ես եմ։ Իսկ Արշակի էջում ավելի շատ աշխատանքներ են։ Գնանք վերանդա, որովհետև Արշակի հետ կապված ինչ որ նոր ուղղություններ պետք է բացահայտենք, նոր սերեր եք գտել։ Ահա։ Այո։ Բայց դա լողավազանը չէ։ Չէ, լողավազանը սեզոնին ենք պատրաստվում, ճիշտ ասած, դեռ վերջնական պատրաստ չենք, բայց մեր բալիկները ահա որ շատ են սիրում լողալ։ Ահա որ շատ են սիրում ու որ ձեզ ասեմ, ես այս լողավազանը որ նոր էի վերցրել, ինքը տուփով էր, գնում գալիս են, բա լողավազան ինչի չկա, բա գնա հավաքի հիմա հավաքի, բայց ցուրտ էր ախր։ Անցած տարի մենք օրինակ մայիսի կես արդեն դրեցինք լողավազանը ու նորմալ երեխեքը լողանում են։ Արշակ գնանք ձեր նոր սերն էլ բացահայտենք, որովհետև Ես դուք նաև կատակում եմ ու ասում եմ, որ ինքը իր բույսերին երբեմն թվում է թե ավելի շատ է սիրում, քան ինձ։ Բայց չկա, չէ, այդպիսի բան Արշակ վստահաբար։ Չէ, հաստատ չկա։ Ինչ եք աճեցնում։ Շատ խնամքով է զբաղվում։ Իրականում տարբեր բաներ եմ փորձում աճեցնեմ, օրինակ Սա ելակ է, չէ՞, Սա ելակ է, ինքը տենց ազնվա մորու, տենց ոնց որ փուճուր ելակիկներ են աճում, կարամ տենց ցույց տամ ձեզ, այսպես ասած բերքն է, ինքը մի քիչ տենց փուճուրիկներ է, բայց ոնց որ ես հատուկ հավելումներ չեմ տալիս, այսինքն երբ որ հաստում է ինքը շատ համով է, բայց ինձ ոնց որ այնքանը որ եմ աճացնում, այսինքն իմ հանգստության համար, որովհետև երբ որ ես հողի հետ եմ աշխատում, երբ որ ես բույսերը սենց իրենք սիրուն աճում են կամ ինչ որ սենց փուճուրիկ բերքա տալիս, դա իմ համար շատ մեծ ուրախություն է։ Դա ոնց որ ինձ շատ է հանգստացնում։ Երբ որ տեսնում եմ ինչ որ մի հատ սենց փոքր ծաղիկը ծիլատվե ու ես սկսում եմ հետևել իրան տեսնել ոնց է ինքը մեծանում։ Պոմիդորը ցույց տանք։ Այո, սա սիրում եմ ոնց որ։ Ահա, լոլիկ էլ ունենք այստեղ։ Ամեն ինչ էլ ճիշտն ասած աճում էր, վարունգս ծիտիկները փչացրեցին։ Ահա։ Չորացավ այնտեղ վարունգս, բայց այստեղ լոլիկ է, սա Սյունիքի սորտն է միջելուց, հատուկ արուսիկի համար եմ ցանե։ Սյունիքի սորտը։ Ես այդ լոլիկը ուտելու եմ վերջում թե։ Հա, հաստատ կուտես։ Կարելի է ասել դուք ապրում եք քաղաքի մեջ, բայց քաղաքից դուրս։ Այո։ Մենք հատուկ տենց էլ ընտրել ենք, որ քաղաքի մեջ ապրենք, բայց քաղաքից դուրս։ Իրականում տունն էլ ինքը ոնց որ սեփական տան հոգսը չունի, այդքան շատ մեծ չի, բայց սեփական տան նման է, ամեն դեպքում մեծ է։ Բարեկամներ, շնորհակալություն ամեն բան մեզ այս կերպով ներկայացնելու համար, կհանդիպենք արդեն դռան մոտ։ Շնորհակալություն։ Ուր։ Դռան մոտ։ Իջնում ենք։ Դուք դուռ ունեք։ Տան։ Մենք շատ դուռ ունենք, ճիշտ է։ Դռներ։ Իսկ դուք փակում եք հաղորդում։ Ոչ, կփակենք արդեն դռան մոտ։ Շատ շնորհակալություն տան բացահայտումների եւ հետաքրքիր զրույցի համար։ Մենք հեռանում ենք ակնկալիքով, որ հաջորդիվ կլինենք արդեն քաղցած չէին սպասումով եւ կվայելենք այն տարատեսակ ուտեստները, որոնք դուք խոստանում եք անմահական կերպով պատրաստել։ Մեծ սիրով, սպասենք ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Լավ մնացեք, հաջողություն։ 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 Տեսություն։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Շնորհակալություն Արուսիկին եւ Արշակին, որ ամեն բան մեզ անկաշկանդ եւ Սրտաբաց։ բաց սրտով այո ցուցադրեցին։ Մենք հասցրեցինք բավականին շատ կալորիաներ կորցնել, չէ՞, աստիճանների վրա։ Արուսիկը ասում էր 10,000 քայլերի կան։ Հնարավոր է, հավատում ենք։ Գիտես բան, շատ ուրախալի է եւ ոգևորիչ, որ այնուամենայնիվ Հայաստանում երիտասարդները տեսնում եւ կառուցում են իրենց ապագան։ Եվ ամենակարևորը սիրած գործով ու սիրած մասնագիտության մեջ։ Այո։ Գոտեպնդիչ է եւ ոգևորիչ։ Մի ոգևորիչ հանգամանք եւս կար, որ Արշակը շատ սիրում էր հողի հետ գործ ունենալ ու բույսերի հետ գործ ունենալ, դա ամենատպավորիչներից մեկն էր։ Մեզ շատ է պակասում կանաչ գոտիների առկայությունը, համամիտ եմ։ Շնորհակալություն։ Իսկ ձեզ հետ Վահան Միրաքյանն էր։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանը։ Մնացեք խաղաղ։ Հաջողություն։